Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսից, ստրկության տնից։ Այսպես է սկսվում Տասնաբանյան, Աստծո 10 խոսքերը տրված ուխտի ժողովրդին և այդ ժողովրդի յուրաքանչյուր մասնիկին։ Եվ այս Տասնաբանյան պատվիրանների ամբողջ համակարգը փաստորեն ազատության և ազատագրման մասին է։ Եվ հետաքրքրականը որն է, որ անմիջապես հետո տրվում են, թե ինչ չպետք է անել։ Եվ նաև դրական ուղղվածությամբ երկու պատվիրան, ինչ պետք է անել։ Ուրեմն, եթե ուզում ես ազատությունը պահել, վայելել, հա հավասիկ ազատության տանող ճանապարհը, որ է պատվիրանապահությունը։ Մեզ թվում է, թե պատվիրանները մեր ազատությունը սահմանափակում են։ Մինչդեռ Սուրբ գրքի տրամաբանության մեջ պատվիրաններով է մարդը նվաճում իր իրական ազատությունը, որովհետև երբ Աստծո տրված պատվիրանների տրամաբանությունից մենք մեզ դուրս ենք դնում, հայտնվում ենք ստրկության դաշտում, հայտնվում ենք այլ տիրոջ ծառայության մեջ, որը մեզ տանում է դեպի ստրկացում, հետևապես ազատության ամբողջական ոչնչացում։ Ոչ հին հույները և ոչ էլ հին հռոմեացիները ազատությունը չէին համարում բոլոր մարդկանց արժեքը։ Իրենց համար Աթենքի քաղաքացին ազատ էր և Հռոմի քաղաքացիություն ունեցողն էր ազատ։ Մնացածը ազատ չէին։ Հետևապես իրենց ընկալման մեջ հին աշխարհում գոյություն ուներ մարդկանց մի խումբ, որոնք կոչված էին ազատ լինելու, և գոյություն ուներ մարդկանց մեծամասնություն, որոնք ազատության կոչված չէին և պետք է ծառայեին ազատներին։ Քրիստոնեությունը իր մտածողությամբ, իր բերած նորությունով կարելի է ասել ազատագրեց մարդկության։ Հենց այս մտածողությունից և խորքային իմաստով մարդուն ազատագրեց ստրկությունը, ծառայությունը, ծառայամտությունը ծնող պատճառներից, որ է անհնազանդությունը Աստծուն, ասել է, թե հակվածությունը մեղքին։ Հիմա հարց. այդ դեպքում ինչու ենք մենք տեսնում Աստվածաշնչում ստրկատիրություն։ Եվ եթե ուշադիր կարդանք, կտեսնենք նաև մարգարեների, ասել է, թե Աստծո խոսնակների կողմից ստրկատիրության հանդուրժողականություն։ Օրինակ, երբ ցանկանաս ստրուկ գնել կամ ունենալ, ապա ստրուկ ձեռք բեր քեզ շրջապատող ազգերի միջից, բայց քո եղբորը հանկարծ չստրկացնես, նկատի ունենալով ուխտի մեջ եղող ժողովրդի ներկայացուցիչներին։ Տեսեք, մի արտահայտություն է, որտեղ թվում է, թե աստվածաշնչյան ընկալման մեջ ստրկությունը արդարացված է։ Եվ ստրկատիրության համակարգը և բազմակնությունը երկուսն էլ Աստծո կամքով չեն։ Երկու դեպքում էլ Աստված թույլատրում է հարգելով հավաքականության կամքը։ Ուզում եք ստրկատիրություն, ահավասիկ։ Ուզում եք բազմակնություն, ահավասիկ, բայց հեռանկարը շատ վատ է լինելու ձեզ համար։ Սա ճիշտ այն
պատկերն ու տրամաբանությունն է, որ մենք տեսնում ենք մեղքի առաջին դրսևորման պատմության մեջ։ Ուզում ես մեղք գործել, իրավունք ունես, ազատ ես։ Այդ ազատությունը քեզ համար արժեք է եւ ես հարգում եմ այդ ազատությունը, բայց նկատի ունեցի, որ դրա հեռանկարը մահն է, կործանումն է, կյանքը չէ։ Եվ դա տեսնում ենք մենք օրենքի տվչության պատմության մեջ, երբ Մովսեսը օրենքը տալով ժողովրդին ասաց. ահա ձեր առջև եմ դնում կյանքը, կպահեք, կունենաք կյանք իր բոլոր արժեքներով, որոնցից գլխավորը ազատությունն է։ Երկրորդ, ստրկատիրությունը կամ մյուս կողմից նաև բազմակնությունը թույլատրվեց ժողովրդին ոչ միայն, որ նրանք դա ցանկացան եւ Աստված էլ հարգեց նրանց ազատությունը, ընտրության ազատությունը, այլ նաև հարգելով, թույլատրելով որոշակի օրենսդրական միջամտություններ կատարեց, փորձելով ժողովրդին բերել այնպիսի մի հնարավորության, որպեսզի նրանք հետագայում կարողանան վերադառնալ աստվածադիր ակունքներին, ասել է թե մարդու արժանապատվության, հավասարության, ազատության, աստվածային ընկալումներին եւ նաեւ ընտանիքի ճիշտ մոդելին, որը մենք կարդում ենք արարչագործության պատմության մեջ, որը կազմված էր մեկ տղամարդուց եւ մեկ կնոջից։ Մեղքն է, որ մարդկանց տանում է այս մոդելի խեղաթյուրման, առաջացնելով նաեւ բազմակնություն։ Մեղքն է, որ մարդուն զրկում է աստվածատուր ազատությունից, տանելով ստրկության, ծառայության, բռնության եւ այլն։ Աստված ասում է, երբ 7-րդ տարին կլրանա, դա ազատագրության տարի է։ Բաց թողեք ձեզ մոտ եղող բոլոր ստրուկներին։ Այդ թվում նաև կանանց, եթե նրանց հետ են, կամ զավակներին, որ ծնվել են ստրկության ժամանակ։ Տվեք այդ ազատությունը իրենց։ Եթե չեն ուզենա գնալ ազատության, պահեք, բայց երբեք մի տանջեք, տառապանք մի պատճառեք։ Մեկ ուրիշ օրինակ։ Ասում է, եթե մի ստրուկ փախել է իր տիրոջից եւ քեզ մոտ ապաստան է գտել, մի հանձնիր տիրոջը նախորդ, այլ վերաբերվիր նրան հարգանքով առանց տառապանք պատճառելու։ Այսինքն 5 տակարանի օրենքը աստվածատուր փորձում է այս համընդհանուր մարդու կողմից ընտրված սխալ ճանապարհի մեջ որոշակի ճշգրտումներ անել, որպեսզի պատրաստի մարդկանց հասունացնի վերադառնալու կամ նվաճելու այն հեռանկարը, որ Աստված սահմանել է մարդու համար, լինելով մարդու արարիչ։ Քրիստոնեությունը թռիչքաձև նորություն է բերում այս ասպարեզում։ Ինչպես Պողոս առաքյալն է բազմիցս արտահայտում, լինելով հռոմեական քաղաքացի, որտեղ այդ շրջանում ուղղակի ամրապնդված էր ստրկատիրական հասարակությունը, ասում է Քրիստոսով այլևս խտրականություն չկա, ոչ կնոջ, ոչ տղամարդու միջև, ոչ ստրուկի, ոչ ազատի միջև, եւ մղում է, որպեսի մարդը ձեռք բերի ազատության քրիստոնեական իրական ընկալում եւ նկարագիծ, դա որն է։ Քրիստոսով ասում է ազատագրվել եք, այլևս ձեր ազատությունը մի չարաշահեք մեղքին ծառայելով։
Ուրեմն Աստված շաբաթվա պատվիրանով, ասել է թե հանգստի պատվիրանով, եւ Քրիստոս իր ամբողջ վարդապետությամբ եկավ մարդուն ազատություն պարգևելու, ազատություն մեղքից, ինչպես որ 5 տակարանում ազատություն տրվեց ստրկության տնից, որ էր Եգիպտոս։ Դրա համար էլ Եգիպտոսից այդ ելքի պատմությունը ծառայում է հետագայում որպես տիպաբանություն բոլոր աստվածային տնօրենությունների համար։ Մեղքից արդար, մաքուր սրբության կյանք, մահից հարութենական կյանք, այս անցումն է, որի տեսանելի պատմությունը մենք տեսնում ենք Ելից գրքում, ելքի դրվագում, երբ Աստված ձեռնարկում է իր այդ ուխտ կնքած ժողովրդի ազատագրումը մի հասարակությունից, մի հասարակարգից, մի պետությունից, որտեղ նրանք ստրուկներ էին, զրկված արժանապատվությունից, ստրկությունից եւ որի արդյունքում նաեւ անմարդկային աշխատանքից։ Անդրադառնանք շաբաթվա պատվիրանին, որը ի դեպ տասնաբանյայի պատվիրաններից մեկն է եւ գործում է մինչեւ այսօր։ Շատ հաճախ մենք կարծում ենք, թե շաբաթվա պատվիրանը այլևս մնացել է անցյալում, քանի որ այսօր մեզ համար հանգստի օրը կիրակին է։ Տեսեք ինչ հետաքրքրական է։ Կիրակի խորհուրդն էլ է ազատագրման խորհուրդ։ Կիրակին նշանակում է տերունական։ Ազատագրում մահից, հարության օրն է։ Տիրոջը նվիրված օրը հարության օրն է, երբ Տերը որպես մարդեղացյալ Աստծո որդի կամ Աստծո որդին, որ դարձել էր մեզանից մեկը, դառնում է անդրանիկը հաղթանակ տանելով մահվան վրա, որը ազատագրումը մարդու կյանքի մահից եւ հավիտենական հեռանկարի ժառանգությունն է։ Բայց այս ազատագրումը պետք է ցանկանալ եւ նվաճել։ Ճանապարհ է պետք անցնել։ Կիրակին մեր այդ հանգրվանն է, երբ մենք մեր շաբաթվա աշխատանքային օրերից հետո, որտեղ տարվում ենք կենցաղով, մեղքեր ենք գործում, փոշոտվում ենք, այդ օրը մեր հոգևոր լոգանքի օրն է։ Կիրակին մեր մաքրագործման օրն է, ազատություն ձեռք բերելու նպատակով։ Հիմա տասնաբանյայի մեջ, որը ամենաերկար պատվիրանն է իր շարադրանքով, հնչում է հետևյալ պատճառաբանությունը, թե ինչու մարդը պետք է հանգիստը պահի։ Իդեպ նկատի ունենանք, որ կա Աստծո 10 պատվիրանների 2 խմբագրություն։ Մեկը տեսնում ենք Ելից գրքում, մյուսը տեսնում ենք Երկրորդում օրինաց գրքում, 5 տակարանի։ Եվ հանգստի պատվիրանը միակ պատվիրանն է, որտեղ տարբերություն կա։ Մնացած բոլոր պատվիրանները շարադրանքը նույնն է, միակ տեղն է, որտեղ տարբերություն կա, բայց այս տարբերությունը ոչ թե տասնաբանյան կասկածի տակ է դնում, թե որն է իրականը, այլ փող լրացնում են մեկը մյուսին։ Ելից գրքում, շաբաթվա պատվիրանի մեջ, շաբաթ օրը պահելու պատճառաբանությունը առնչվում է արարչագործության պատմությանը։ Եվ Աստծո օրինակն է բերվում։ Աստված 6 օր արարչագործեց։
մեր լեզվով ասած աշխատեց։ Եվ երբ վերջացրեց, 7-րդ օրը հանգստացավ։ Հետևապես նաև այդ օրը սրբագործեց։ Եվ սա դառնում է մարդու ուղենիշ։ Ամբողջ կյանքը աշխատանք չպատկերացնելու, կենցաղի մեջ չխորասուզվելու, կենցաղով կյանքը ամբողջությամբ չփչացնելու, այլ մեկ օր դադար տալու, նախ հետահայաց վերլուծելու անցած մեկ շաբաթվա կյանքը, սխալները, ուրեմն բաց թողումները, թերացումները, ձեռքբերումները, նվաճումները եւ նոր հանգրվանով առաջ գնալու։ Եվ երկրորդը մաքրագործվելու, աշխատանքի կռապաշտությունից, ստրկությունից ազատագրվելու։ Երկրորդ նորինացը արդեն հանգստի պատվիրանը առնչում է Եգիպտոսից, ստրկության տնից ազատագրմանը։ Հնչում է մոտավորապես այսպես. Աստված իր հզոր բասկով ձեզ դուրս բերեց, ազատագրեց ստրկության տնից, հետևապես այս տոնը նշեք, մի աշխատեք, ոչ մեկդ, դադար տվեք եւ հիշեք, որ դուք ազատագրված եք։ Ազատագրման գաղափարը եւ իրագործումը պարգև է Աստծուց մարդու։ Մարդը ընտրեց ստրկության ճանապարհը, մեղքին հնազանդվելու ճանապարհը, չարին խոնարհվելու եւ ծառայելու ճանապարհը։ Աստված տրեց ազատագրման, որը իդեպ պատմականորեն խտացավ Եգիպտոսի կերպարի մեջ։ Իսկ Եգիպտոսներ մարդկության պատմության մեջ շատ կան, եղել են եւ լինելու են, այսօր էլ կա։ Արևմտյան շատ հասարակություններ կան, պետություններ կան, նաև արաբական շատ պետություններ կան, որտեղ այսօր ուղղակի կա մերօրյա ստրկություն։ Հետևապես ազատագրման, մաքրագործման այս կապը շատ հստակ երևում է հանգստի պատվիրանի մեջ, որը Քրիստոսով իր հարությամբ հաղթական, նոր իմաստ եւ բովանդակություն է ստանում, դառնալով մեզ համար այդ օրը կիրակին։